5 տարի առաջ այսօրը 2020 թվականի նոյեմբերի 25-ին առանց կրակոցի Ադրբեջանին հանձնվեց Արցախի միջնաբերդը, Քարվաճառը նոյեմբերի 9-ին ստորագրված դավաճանական փաստաթղթի համաձայն։ Իսկ նոյեմբերի 25-ը Ադրբեջանը պատահական չէր ընտրել։ Կորուստների մասին ծանր է հիշել, խոսել, բայց առավել ծանր է հանցագործ լռությամբ հաշտվել կորցրածի հետ եւ աշխարհին մշտապես չհիշեցնել, որ Քարվաճառը հայկական է, որ ընդամենը մի դավաճանի կմահաճույքի պատճառով այն հայաթափվեց, դատարկվեց, իսկ հայրենազրկված հայ մարդն արտասուքն աչքերին ստիպված էր սեփական ձեռքերով այրել տունն ու տեղը թշնամուն չթողնելու համար։ Քարվաճառը տասնամյակներ պահող զորամասերը պայթեցվեցին հայ զինվորը նոյեմբերի 24-ին վերջին լուսանկարն էր անում որպես հուշ իր անառիկ պահած երբեմնի Քարվաճառից։ Իսկ այսօր Քարվաճառում թշնամին թունելներ է փորում, ճանապարհներ կառուցում իր երազած այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի համար եւ որ ամենագլխավորն է, հայկական Քարվաճառից այսօր թշնամին սպառնում է Հայաստանի անվտանգությանը, չթաքցնելով Հայաստանի տարածքները զավթելու իր հրեշավոր մտադրությունը։ Այսօր օկուպացված Քարվաճառից թշնամին նույնիսկ ենթադրյալ խաղաղության պայմաններում երբեմն կրակոցներ է արձակում Վայոց ձորի Գեղարքունիքի ուղղությամբ, քաոսի վերածելով սահմանապահ գյուղացու կյանքն ու առօրյան, իսկ իրական խաղաղության բանաձևը դեռ ժամանակին տվել է նույն Քարվաճառն ազատագրած Մոնթեն, ասելով՝ անկարելի է խաղաղություն ունենալ առանց մեր հաղթանակի։ Պատմությունը ցույց է տալիս, որ մենք հայերս հաղթանակներ վերադարձնելու մեծ փորձ ունենք եւ անսասան հավատ, որ օրերից մի օր հայկական դրոշը կրկին կծածանվի Քարվաճառում եւ մեզ կրկին կողջունի հայատառցուցանակը, Քարվաճառը հայոց միջնաբերդն է։